Բայմացարի եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ զրուցակիցն է լոգոպեդ Սյուզի Պետրոսյանը։ Այսօրվա զրույցի թեման լոգոպեդիա գիտությունն է, զարգացման ներկայիս միտումները։ Շնորհակալ եմ Սյուզի հրավերն ընդունելու համար։ Սյուզի, ինչպես են վերջին տարիներին փոխվել խոսքային խանգարումների ախտորոշման մեթոդները։ Խոսքային խանգարումների ախտորոշման մեթոդները բավականին փոխվել են նախկին 15-20 տարիների հետ համեմատած։ Այժմ ավելի համապարփակ մոտեցում է ցուցաբերում, եթե նախկինում միայն արտաքին նկատելի խնդիրների հիման վրա էին ախտորոշումներ տրվում, իսկ այժմ ավելի խորքային ուսումնասիրություններ են կատարվում, այժմ ավելի ծավալուն գործիքներով եւ ծավալուն ուսումնասիրություններ են կատարվում։ Եվ փոխվել է արդյոք լոգոպեդին առաջին անգամ դիմելու տարիքային շեմը։ Այո, այժմ շատ է փոխվել այդ շեմը, եթե նախկինում դիմում էին միայն հնչյունային խանգարումների դեպքում 4-ից 5 տարեկան երեխաների պարագայում, այժմ բավականին իջել է այդ շեմը 1.5 տարեկանից սկսված գրեթե դիմում են։ Եվ որն է առաջին նախանշանները, որ ծնողը պետք է հասկանա, որ կարիք կա դիմելու լոգոպեդին։ Առաջին նախանշաններից այն է խոսքի բացակայությունն է։ 1.5 տարեկանում եթե չի ձևավորվում երեխայի խոսքը բնականon իր տարիքակիցներին համապատասխան, ապա կարիք կա անպայման դիմել մասնագետի։ Երբ որ արդեն ունենք մի իրավիճակ, որ երեխան պետք է հաճախի դպրոց, սակայն խոսքային խանգարումներ կան, վարժ չի տիրապետում խոսքին, այնտեղ կակազություն եւ այլն եւ այլն։ Այս իրավիճակում ավելի չի բարդանում թե ծնողի համար, թե երեխայի հաշվի առնելով, որ պետք է հասցնի մյուս երեխաների հետ ադապտացվի նոր միջավայրին, նոր դասերին։ Իրականում շատ բարդանում է, այդ պարագայում տառերի ուսուցանումն է ավելի դժվարանում, երբ երեխան սխալ է արտաբերում, գրավոր խոսքում եւս նույնը միգուցե միանշանակ չի, բայց միգուցե դրսևորվի այդ նույն սխալները անգամ գրավոր խոսքում, պարագայում դիտվում են նաեւ խնդիրներ գրավոր խոսքի ժամանակ, երբ որ հաճախում են դպրոց, ինֆորմացիան ավելի շատանում է, ծանրաբեռնվածությունը ավելի շատանում է, նույն կակազություն, որ դուք նշեցիք, շատ հաճախ դիտվում է նախադպրոցական եւ կրծեր դպրոցական տարիքում, երբ ինֆորմացիան շատանում է, երեխաների նյարդային համակարգը ավելի թույլ է, դժվարանում են ընկալել այդ ամբողջ ինֆորմացիան վերցնել եւ սկսվում է։ Միգուցե այդ ժամանակ սկսի դրսևորվել կակազությունը։ Միանշանակ, եթե նկատում են խոսքային խնդիրներ, թեկուզ զուտ հնչյունային խնդիրներ, ցանկալի է մինչև դպրոցահասակ տարիքը լուծվեն այդ խնդիրները։ Այսօր խոսքային ինչպիսի խանգարումներ են ամենից շատ պատահում երեխաների մոտ։ Այսօր ավելի շատ հանդիպում են հիմնական խոսքային հապաղումները, խոսքի ընդհանուր թերզարգացումները, անխոսությունները, որոնք շատ կապված են էկրանային կախվածությունների հետ։ Երեխաները շատ նայում են մուլտֆիլմներ, ամեն ինչ վերածվում է էկրանի։ Ոչ առողջ խոսքային միջավայրն է, որ երեխաները չեն լսում առողջ խոսք, դրանից ելնելով չի ձևավորվում ճիշտ խոսքը, շատ է պակասել մարդկային շփումը, ծնողները ավելի քիչ ժամանակ են կարողանում հատկացնել երեխաներին, ավելի շատ է զբաղվածությունը, դրա հետևանքով երեխաները ավելի շատ կապված են էկրաններին, մուլտֆիլմներին, միգուցե ուսուցողական հաղորդումներին, սակայն որը չի կարող փոխարինել անձնապես մարդկային շփմանը, որն էլ չի նպաստում խոսքի նույնքան զարգացմանը, որքան կզարգանար անձնապես մարդկանց հետ շփման արդյունքում։ Խոսքի շտկման որ գիտական մեթոդներն են համարվում այսօր ամենաարդյունավետը եւ կան դասական լոգոպեդիայի մեթոդներ, որոնք չեն փոխվել այս տարիների ընթացքում։ Միանշանակ դասական լոգոպեդիայի մեթոդները կան, եղել են ու կարծում եմ միշտ կուղեկցեն լոգոպեդներին իրենց աշխատանքի ընթացքում, սակայն ժամանակի ընթացքում գիտության զարգացմանը համընթաց համալրվում են, ավելի արդյունավետ մեթոդներ են ներդրվում դասական լոգոպեդիայի մեթոդներում։ Մեկ ժամանակակից մեթոդներից այլընտրանքային հաղորդակցման մեթոդներն են, որոնք այժմ լայնորեն կիրառվում են ու ներմուծվում են մեր աշխատանքում, սակայն չեն կարող փոխարինել, միայն համալրում են։ Ինչպիսի դասական մեթոդներ կան, որոնք շարունակում եք կիրառել այսօր ձեր աշխատանքում լոգոպեդիայի այսպես դասական մեթոդները։ Այժմ եւ միշտ լոգոպեդիայում կարելի է կիրառել խաղային մեթոդները, քանի որ հիմնական մեր թիրախային խմբերը երեխաներն են, իսկ երեխաների առաջատար գործունեությունը դա խաղն է։ Խաղը չենք կարող բացառել, չնայած խաղին համալրում ենք այլ հավելյալ մեթոդներ, դրանք կլինեն հետիաթաթերապիաները, կլինեն երաշտաթերապիաները, լոգորիթմիկան, որը դարձնում է մեր պարապմունքները ավելի հագեցած, ավելի գեղեցիկ ու երեխաների համար ավելի մոտիվացնող։ Ես ինքս իմ աշխատանքում շատ կարևորում եմ դասական մեթոդները, որոնք ապացուցվել են, որոնք տարիների փորձ ունեն, սակայն չեն բացառում նորարարությունները, բայց պետք է պարտադիր ապացուցված լինի։ Ոչ թե
մենք փորձարկում կատարենք երեխաների վրա, մենք նախ ուսումնասիրենք մասնագետների, գիտնականների ուսումնասիրությունները, հետո ներմուծենք երեխայի հետ աշխատանք։ Այժմ կիրառվում են նորագույն մեթոդներ լոգոպեդիայում, որոնք անցել են ապացուցողական բժշկության փորձաքննությունը եւ ցույց են տվել իրենց արդյունավետությունը, սակայն դա չի բացառում դասական լոգոպեդիայի մեթոդները։ Սակայն հաճախ լոգոպեդները ստիպված են լինում առնչվել ոչ միայն խոսքային խնդիրներ ունեցող երեխաների հետ, այլ նաև վարքային խնդիրներ ունեցող։ Այդ դեպքում ինչպես է կազմակերպում ձեր աշխատանքը, որպեսզի արդյունավետ լինի։ Այդ դեպքում շատ արդյունավետ է, երբ որ մասնագետների թիմ է աշխատում, այս դեպքում հոգեբան, վարքային թերապիստ, միգուցե ադապտիվ ֆիզկուլտուրայի մասնագետ, հատուկ մանկավարժ, որոնք թիմային մոտեցման շնորհիվ կարող են երեխային տալ այն ամենը, ինչի պակաս այդ պահին կա։ Խոսենք երկլեզվության մասին, հա, ինչքանով կարող է երկլեզվությունը ազդել երեխայի խոսքի զարգացման վրա, որովհետև մենք հաճախ լսում ենք ծնողներից, որ ասում են, տեսեք իմ երեխան մուլտիկներից լավ ռուսերեն է սովորել, տեսեք դա առավելություն է։ Հիմա կարող է նա թե վնասել եւ թե օգուտ տալ այս բալանսը ինչպես գտնել եւ արդյոք դա որ փուլում կարելի է, հա, թույլ տալ, որ այս բազմալեզու հաղորդակցություն լինի երեխաների հետ։ Նախկինում կարծիքը այնպիսին էր, որ երկլեզվությունը հիմնականում խանգարում է խոսքի զարգացմանը, բայց հիմա տենդենսները աստիճանաբար փոխվում են։ Եթե երկլեզվությունը ներմուծվում է երեխայի առօրյա ճիշտ, այդ պարագայում ինքը խանգարել չի կարող։ Օրինակ ինչպես պետք է ճիշտ ներմուծել։ Եթե օրինակ երկլեզու ընտանիք է, ծնողներից մեկը խոսում է մի լեզվով, մյուսը մեկ այլ լեզվով, այդ պարագայում պետք է ի սկզբանե որոշել, որ մայրը խոսում է երեխայի հետ իր լեզվով, հայրը խոսում է երեխայի հետ իր լեզվով։ Այդ պարագայում դառնում է մեկ մարդ, մեկ լեզու, երեխան ընկալում է տվյալ անձին տվյալ լեզվով, եւ այդ պարագայում երկլեզվությունը խոսքի զարգացմանը խանգարել չի կարող, եթե բոլորը խոսում են իրենց համապատասխան լեզվով։ Իսկ եթե առօրյայում խոսում են մեկ լեզվով, ընթացքում օգտագործում են այլ լեզվից բառեր, այդ պարագայում երեխայի խոսքի զարգացումը կարող է տուժել։ Սակայն այն պարագայում ամեն դեպքում եթե կա երեխայի խոսքի հապաղում, երկլեզու ընտանիքների պարագայում, այդ դեպքում կարելի է բացառել մեկ լեզուն, թողնել ամենակարևորը, այս պարագայում ծնողները կընտրեն որ լեզուն։ Իսկ օրինակ մուլտֆիլմների կամ էկրանի դեպքում ինչպես է դա, հա, տեղի ունենում, որովհետև շատ հաճախ հենց օտարալեզու բառերը երեխաները սովորում են հենց էկրաններից, մուլտֆիլմներից, հեռուստատեսությունից։ Կամ այդ պարագայում միգուցե լինի խանգարող հանգամանք խոսքի զարգացման, որտեղ երեխաները դա չեն կարողանում կիրառել իրենց առօրյայում, զուտ լինում է պասիվ բառապաշարում հարստացած ինֆորմացիա, որը այնքան էլ արդյունավետ չի կիրառվում։ Տեսեք, օրինակ ես հանդիպում եմ ծնողների, որոնց երեխաները շատ ազատորեն խոսում են ռուսերեն, անգամ տանը կենցաղում իրենց ծնողների հետ խոսում են ռուսերեն եւ ծնողները այսպես են մեկնաբանում, որ միևնույն է երեխան հաճախելու է հայկական դպրոց, հանրակրթական դպրոց, սովորելու է հայերեն, ինչ վատ է, թող տանը խոսի ռուսերեն։ Այստեղ դուք որպես մասնակետ խնդիր տեսնում եք։ Խնդիր միգուցե լինի որոշակի պարագաներ, որովհետև տարբեր երեխաներ ունեն տարբեր զարգացման հնարավորություն, տարբեր կարողություններ։ Եթե երեխայի նյարդային համակարգը թույլ է, այդ պարագայում միգուցե նոր ինֆորմացիան իր համար ավելի դժվար լինի ընկալելը եւ հետագայում մայրենի լեզվի հետ արդեն խնդիր լինի։ Ինչպես է ծնողի խոսքն ազդում երեխայի խոսքի զարգացման որակի վրա։ Քանի որ երեխան առաջինը լսում է ծնողների խոսքը, ծնողի խոսքը ինքնին շատ կարևոր է եւ քանի որ երեխան լսում է ծնողին, ծնողից էլ վերադարձնում է նույն խոսքը, ծնողը պետք է վերահսկի իր խոսքը, խոսքի որակը, չպետք է խոսել երեխայի լեզվով, թոթովախոսությամբ, որպեսզի երեխայի խոսքը ձևավորվի ի սկզբանե ճիշտ, ի սկզբանե մեզ ընդունելի տարբերակով։ Այդ պարագայում ծնողները պետք է վերահսկեն իրենց խոսքը, չխոսեն փոքր երեխաների լեզվով, խոսեն ավելի ճիշտ, հստակ, դանդաղ, երեխային ավելի հասկանալի, ընկալելի, որ երեխաները ի սկզբանե լսեն ճիշտը եւ վերադարձնեն մեզ ճիշտ խոսքը։ Եվ ինչպես են միջավայրը կամ շրջապատը ազդում երեխայի խոսքի ձևավորման վրա։ Միջավայրը կարող է ազդել այն պարագայում, եթե կան սոցիալական որոշակի նորմեր, որոնք ընդունված են տվյալ ընտանիքում, տվյալ հասարակության մեջ, օրինակ երեկոյան գիրք ընթերցելը, քնից առաջ հեքիաթներ ընթերցելը, այդ պարագայում դա նպաստում է երեխայի խոսքի ավելի լավ զարգացմանը։ Եթե այդ ընտանիքում ընդունված է, որ երեկոյան գիրք են կարդում, քննարկում են, որոշակի քննարկումներ են ունենում, հետո երեխաները պարկում են քնելու, այդ պարագայում նրանց խոսքը ավելի հարուստ է դառնում, միտքը ավելի զարգացած է դառնում, այդ
եւ նպաստում է հետագայում բանավոր խոսքի ավելի լավ զարգացմանը։ Կարող է առաջացնել ոչ առողջ միջավայրը, խոսքային միջավայրը, пассив միջավայրը, որ երեխայի հետ քիչ հաղորդակցվեն, երեխային ավելի քիչ ուշադրություն դարձնեն, այդ պարագայում խոսքը կարող է զարգանալ շատ դանդաղ, пассив, ոչ տարիքին համապատասխան, որը կարող է հետագայում նաեւ ազդել դպրոցում գրավոր խոսքի ընթերցանության վրա։ Հաճախ է պատահում, որ քիչ են խոսում երեխայի հետ, եթե երեխան չի խոսում, վերցնենք, ասում են դե որ չի խոսում, ես ինչ խոսեմ իր հետ, ուղարկում են մասնագետի մոտ, ուղղորդում են մասնագետին, թող մասնագետը զբաղվի։ Այդ պարագայում ո՞րն է ծնողի անելիքը։ Միանշանակ դա թյուր կարծիք է, եթե երեխան չի խոսում, ուրեմն պետք չի կարիք չկա իր հետ խոսել, միգուցե կա անկալման խնդիր այդ պարագայում, բայց անդադար պետք է խոսել, մեկնաբանել, բացատրել երեխային, ինչ է կատարվում մի շրջապատում, ինչ է տեղի ունենում կենցաղում, որպեսզի երեխան լսի եւ այդ ամեն ինչը ընկալի, ճանաչի, հետո նոր վերադարձնի իր խոսքով։ Այդ պարագայում ծնողներին միմիայն խորհուրդ կտամ շատ խոսել, մեկնաբանել իրենց առօրյա կենցաղային բոլոր գործերը, ինչը որ կատարվում է երեխայի շրջապատում։ Միայն մասնագետի աշխատանքով լավ արդյունքի հասնել հնարավոր չէ։ Օրինակ մայրիկները կարող են ներգրավել խոհանոցային իրենց գործերին, ինչպես են պատրաստում ճաշը կամ միգուցե խմորեղեն, բոլոր պարագաները նախ հանում են, սառնարանից միասին հանեն, լվանան, կտրատեն միասին, հետո պատրաստեն ճաշը։ Միգուցե այդ ամեն ինչը կարող են ուղեկցել նկարներով, եթե երեխայի ընկալումը տուժած է, նախորդ կարող են նայել նկարները, հետո հետագայում անցնել խոհանոց, այդ նույն այն ինչը որ նկարներով ուսուցանվել է երեխային, փորձել առօրյա կյանքում կենթանի շփման բնական միջավայրում այդ ամեն ինչը կիրառել եւ երեխայի հետ նոր փորձառություններ ձեռք բերել։ Ինչպիսի նոր արարական մեթոդներ են այսօր կիրառվում լոգոպեդիայում եւ համարվում արդյունավետ։ Լոգոպեդիայում եւ ես ինքս իմ պրակտիկայում, որ այժմ լայնորեն կիրառում եմ, դա այլընտրանքային հաղորդակցման մեթոդներն են, որը իր մեջ ներառում է շատ ավելի մանրամասն փոքր այլ մեթոդներ։ Այլընտրանքային հաղորդակցումը իրենից ներկայացնում է հաղորդակցման ոչ խոսքային տարբերակ, որը երեխան կիրառում է նկարների միջոցով։ Փորձում է մասնագետի, ծնողների շրջապատի հետ հաղորդակցվել այս պարագայում նկարների միջոցով։ Եթե տուժած է երեխայի խոսքը, չկա բանավոր խոսքը, այս պարագայում շատ մեծ օգնության է հասնում նկարը, կլինի դա գործողության նկարը, կլինի առարկայի նկարը, երեխան ցույց տալով տվյալ քարտը, փորձում է հաղորդակցման մեջ մտնել մասնագետի հետ, որը շատ հեշտացնում է իր շփումը, առօրյա կենցաղային ցանկությունների կատարումը։ Այս մեթոդը այժմ լայնորեն կիրառվում է, որը համարվում է գիտության մեջ նորարարություն եւ ավելի արդյունավետ մեթոդ։ Սակայն մենք չենք կարող բացառել դասական լոգոպեդիայի մեթոդները, որոնք միշտ ուղեկցում են մեզ։ Իսկ որքանով են արդի տեխնոլոգիաներ, օրինակ խելացի հավելվածներ, այնտեղ VR տեխնոլոգիաներ, նաև արհեստական վարականության գործիքները կարող նպաստել հեշտացնելու ձեր աշխատանքը, նաև ավելի արդյունավետությունը բարձրացնելու, ինչ որ խաղերի միջոցով, այսպես վարժությունների միջոցով Միանշանակ գիտության զարգացումը բոլոր ոլորտներում դրական ազդեցություն է ունենում, լոգոպեդիայի պարագայում նույնպես, սակայն չպետք է բացառենք մասնագետի անմիջական վերահսկողության կարևորությունը, ցանկացած գործիք, նորարարական, ցանկացած նոր տեխնոլոգիա կիրառելիս պետք է պարտադիր լինի մասնագետի վերահսկողությամբ։ Նոր հավելվածները, որոնք նպաստում են երեխաների զարգացմանը կամ նոր մուլտֆիլմներ, ինչ-որ խաղեր, որոնք կիրառվում են, պետք է պարտադիր ուղեկցվեն մասնագետի մեկնաբանությամբ, մասնագետի խոսքի ուղեկցությամբ, որպեսզի երեխան ամբողջովին չկլանվի նույն էկրանին, այլ փորձենք էկրանը ի օգուտ մեզ օգտագործել, փորձենք էկրանից ստանալ մոտիվացիան եւ մենք հասնենք մեր ցանկալի նպատակին մասնագետի օգնությամբ։ Կան մասնագետներ, որ այսօր կիրառելով իրենց անհատական մեթոդները հրաժարվում են դասական լոգոպեդիայի մեթոդներից եւ այստեղ հարց է առաջանում, որքանով են դրան գիտականորեն հիմնավորված, որովհետեւ գալիս է ծնողը, հանձնում է մասնագետին եւ իրեն այլևս չի հետաքրում, թե ինչ մեթոդով է աշխատում, դա որքանով է հիմնավորված, գիտականորեն ապացուցված, որ սա տեսեք արդյունավետ է, թե պարզապես ինչ որ մեկը կիրառել է, լավ է ստացվել, այն մյուսները փորձում կիրառել, հաշվի չառնելով երեխայի անհատականությունը եւ նաեւ մշակութային միջավայրը։ Շատ մեթոդներ կան նույն մշակութային միջավայրի հետ համապատասխան, որ գալիս են դրսից եւ մեր միջավայրում շատ դժվար է ներգրավում։ Որոշակի մեթոդներ կան, որ եթե չեն
անցնում հարմարեցում մեր մենթալիտետին համապատասխան, մեր մշակույթին համապատասխան բավականին դժվար է կիրառել։ Մենք ցանկացած մեթոդ փորձում ենք հայացնել, այո, փորձում ենք համապատասխանել մեր մտածողությանը, մեր մենթալիտետին, մեր հասարակության մտածողությանը համապատասխան նոր կարողանում են կիրառել երեխաների հետ աշխատանքում։ Որքանով են այսօր հասանելի լոգոպեդի համար կիրառվող գործիքները, հա, ամենօրյա աշխատանքում, որովհետև եթե տարիներ առաջ հատուկենտ մասնագետներ կային, որոնք ունեին այս կամ այն գործիքը, խոսքը բացի գրքերից, այսպես առաջնային, հա, գործիքների մասին է, նաև որոշակի այսպես տեխնիկական հագեցվածության մասին է, հա, այսօր ավելի հասանելի է դարձել ձեզ համար։ Միանշանակ հասանելի է այսօր, եթե համեմատենք 20 տարի առաջ շուկայում ինչ հնարավորություններ կար, հիմա շատ բազմազան է հնարավորությունները։ Հիմա բազմաթիվ խաղեր, գրքեր, նորագույն տեխնոլոգիաների որոշակի պարագաներ, այժմ շատ հասանելի է, որը շատ արդյունավետ է դարձնում երեխայի հետ աշխատանքը, որը շատ մոտիվացնող է դարձնում երեխայի հետ աշխատանքը։ Այժմ կան բազմաթիվ խաղեր, բազմաթիվ հնարավորություններով, որոնցից ելնելով մեր աշխատանքը դառնում է ավելի արդյունավետ, երեխաները դառնում են ավելի մոտիվացված, ավելի հաճույքով են գալիս պարապմունքներին, ամեն հաջորդ պարապմունքին սպասում են, թե երբ պետք է գան, որ նորից շարունակեն այդ խաղերով, խաղալիքներով խաղալ։ Ինչպիսի խնդիրների եք առնչվում երեխաների եւ ծնողների հետ աշխատելիս։ Խնդիրներից հիմնականում անտեղյակությունն է ծնողների, որ անտեղյակություն կամ լավ չպատկերացնել խնդիրը, լավ չգիտակցելը, այս պարագայում ավելի ուշ դիմելը մասնագետին։ Մենք այդ դեպքում բախվում ենք լուրջ խնդիրների, որովհետև կորցնում ենք երեխայի խոսքի զարգացման կարևոր շրջանը, կարևոր սենզիտիվ փուլը, որում եթե տարբեր ավելի արդյունավետ աշխատանք, միգուցե երեխան այդ տարիքում արդեն չունենար տվյալ խնդիրները։ Հիմնականում խնդիրը, որին բախվում ենք, անտեղյակությունը եւ ուշ դիմելու խնդիրն է, որ ուշ են դիմում մասնագետի։ Ինչով է դա պայմանավորված։ Միգուցե պայմանավորված է մեր մտածողությամբ, չդիմենք, միգուցե ինքնուրույն կանցնի։ Պապան էլ չէր խոսում։ Այո, բարեկամներից էլ չէին խոսում, ուշ խոսեցին, միգուցե այդ պարագայում մեր երեխան էլ ուշ կխոսի, կբացվի հետագայում խոսքը, բայց ավելի լավ է աշխատել շուտ, նպաստել խոսքի զարգացմանը, օգնել երեխային, որպեսզի խոսքը շուտ ձևավորվի, քան սպասենք հետագայում նոր աշխատենք։ Ինչպես եք աշխատում նաև վարքային խնդիրներ ունեցող երեխաների հետ, որովհետև մեկ այլ բան է, երբ երեխան նստած սեղանի շուրջ ձեզ հետ հանգիստ զրուցում է, փորձում եք արտաբերել ճիշտ խոսքը, հա, արտաբերել, մեկ այլ բան է, երբ երեխան չի ցանկանում վարժություններ կատարել, հրաժարվում է առաջադրանքը կատարել, հրահանգը չի կատարում, այդ իրավիճակում ինչպես եք վարվում։ Միանշանակ տարբերվում է վարքային խնդիր ունեցող երեխայի հետ աշխատանքը զուտ հնչյունային խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքից։ Եթե հնչյունային խնդիրներ ունեցող երեխաները ուղղակի լեզվի վարժություններ են անում, շնչառական վարժություններ են անում եւ դրանով նպաստում են խոսքի զարգացմանը, վարքային խնդիրներ պարագայում շատ բարդանում է աշխատանքը։ Պետք է մենք գտնենք նոր տարբերակներ երեխային համոզելու, հետաքրքրելու նոր լուծումներ, միգուցե պարապմունքի սկզբնական շրջանը եւ սեղանի շուրջ չստացվի։ Խաղում ենք գորգին, խաղում ենք հատակին, խաղում ենք պահարանի մոտ, այն միջավայրում, որտեղ երեխան ցանկանում է այդ պարագայում եւ աստիճանաբար փորձում ենք երեխային այդ միջավայրից տեղափոխել դեպի սեղանի շուրջ նստած աշխատանքի։ Ինչն է ձեզ ամենից շատ գրավում երեխաների հետ աշխատանքում։ Երեխաների պարզությունը, մաքրությունը ու արդյունքը, աշխատանքի արդյունքը։ Վերջնարդյունքին հասնելու համար ինչպիսի ժամկետներ կան, հա, եթե օրինակ ժամանակին են դիմել, ձեր նշած վերցնենք 1.5-2 տարեկանից ծնողը հասկացել է, որ կա խոսքի հապաղման խնդիր, դիմել են արդեն մասնագետին, հա, հոգեբանն է աշխատել կամ վարքային մասնագետն է աշխատել, հետո նաև լոգոպեդը։ Այդ պարագայում ինչ ժամկետում կարող եք հասնել արդյունքի։ Իրականում ժամկետներ նշելը շատ անհատական է։ Ամեն երեխա ունի իր զարգացման տեմպը, ամեն երեխա ունի իր առանձնահատկությունները ու անգամ եթե շուտ են դիմել մասնագետի, դա միանշանակ չի, որ կարելի է հստակ սահմաններ նշել, որ օրինակ 1 ամսում կունենան այս արդյունքը, 2 ամսում կունենան այս արդյունքը, միանշանակ հստակ սահմաններ նշել դժվար է։ Իրականում շատ բարդ խնդիր է դա, երբ որ մենք աշխատանքը տանում ենք, փորձում ենք որոշակի արդյունքի հասնել, բայց երեխան գնում է տուն եւ ամեն ինչ զրոյանում է։ Միգուցե երբեմն ծնողի չպատկերացնելու արդյունքում, միգուցե երբեմն ծնողի սուղ ժամանակ ունենալու կենցաղային խնդիրները
ավելի շատ են լինում կենցաղում, ավելի շատ ժամանակ է անցկացնում ծնողը, երեխայի հետ չի հասցնում զբաղվել, այդ պարագայում շատ է բարդանում աշխատանքը ու միգուցե տարիների աշխատանքը անգամ արդյունք չտա, այս պարագայում շատ կարևորում ենք ծնողի համագործակցությունը, ծնողի ըմբռնումով մոտեցումը, որ ոչինչ թող տուժեն կենցաղային գործերը, բայց կարևորը որ երեխայի հետ շփումը, երեխան կտրվի էկրանից եւ երկար ժամանակ անցկացնի մարդկանց միջավայրում, սոցիալապես մեր համար ավելի ընդունելի միջավայրում։ Իսկ ո՞րն է այդ ընդունելի միջավայրը։ Մարդկային շփումը, իր հասակակիցների հետ շփումը, հարազատների հետ շփումը, երկար ժամանակ անցկացնեն, բակային խաղերին երկար ժամանակ տրամադրեն։ Իսկ կա որևէ վիճակագրություն կամ հետազոտություն, թե մանկապարտեզ հաճախող երեխաների մոտ է ավելի շատ հանդիպում խոսքային հապաղման կամ խոսքային խանգարումները, թե չհաճախող եւ տանը, այսպես իրենց օրը անցկացնող երեխաների դեպքում։ Ես ինքս հստակ վիճակագրության չեմ տիրապետում, սակայն կարծում եմ, որ զգալի տարբերություն չեն կրում այս դարում արդեն խոսքային խանգարումները, որովհետև երեխան ծնված ժամանակահատվածից կարելի ասել մի քանի ամսեկանից կապվում է էկրանին ու դեռևս մանկապարտեզային տարիքի չհասած առաջանում են խոսքային խնդիրները։ Տեսեք, նախկինում եւս եղել են այս խոսքային խնդիրները։ Մենք ասում ենք, այսինչը խոսելը 5 տարեկանից 6 տարեկանից, տեսակ ոնց խոսես, դուք ինչի եք կենտրոնացել այդ երեխայի վրա, ինչու չեք համբերում, մի քիչ էլ համբերեք, խոսի երեխան։ Այս իրավիճակում ինչպես վարվի ծնողը։ Այս իրավիճակում ես զուտ խորհուրդ կտամ ծնողներին ապահովագրել իրեն ժամանակը եւ շուտ դիմել մասնագետի։ Միգուցե խնդիր չկա, կարիքը չկա մասնագիտական աջակցության, բայց ամեն դեպքում կարելի է դիմել, ստանալ խորհրդատվություն, հետագայում ավելի հանգիստ սպասել, միգուցե կարիքը կլինի սպասելու, կսպասեն մասնագետը համապատասխան խորհուրդ կտա։ Եթե կա խնդիր, պետք է աշխատել, եթե խնդիր մասնագետը չի գտնի, այդ պարագայում միգուցե եւս մի քանի ամիս սպասեն, բայց ամեն դեպքում, եթե երեխայի խոսքը յուրաքանչյուր ամսվա կտրվածքով որոշակի տարբերություն չի կրում, որ մի քանի բառ անգամ եթե չեն ավելանում խոսքի մեջ, 1 ամսվա, 2 ամսվա կտրվածքով կարիք կա դիմելու մասնագետի։ Ինչ պետք է իմանա ծնողը լոգոպեդին դիմելուց առաջ։ Ցանկալի է, որ ծնողը դիտակցի, եթե կա երեխայի մոտ խնդիր, այդ պարագայում դիմում է լոգոպեդի։ Ինչ պետք է իմանա, տենց հատուկ որոշակի կանոններ չկան։ Զուտ համագործակցությունը լավ ստացվելու համար ցանկալի է, որ երբ ծնողները ընդունում են, որ կա խնդիր ու կարիք կա աշխատելու, այդ պարագայում համագործակցություն ստացվում է ավելի արդյունավետ։ Այսինքն իրականության հետ առերեսվելն է կարևոր, որ դու ընդունես կա խնդիր եւ կենտրոնանաս խնդրի լուծմանը։ Կարիք կա աշխատելու, որը բնականաբար իր արդյունքը կտա։ Վերջին տարիներին մանկապարտեզներում լոգոպեդի, հոգեբանի հաստիկներ են ավելացել, սակայն արդյոք դա կարող է, այսպես ասած, որոշակիորեն լուծել խնդիրը, հաշվի առնելով այն թիվը երեխաների, որ այսօր առկա է խոսքային խնդիրներ ունեցող երեխաների։ Իրականում խոսքային խնդիրներ ունեցող երեխաների թիվը ահռելի մեծացել է ու շատ ողջունելի է պետության այն քայլը, որ նախադպրոցական հաստատություններում եւ դպրոցական հաստատություններում արդեն կան համապատասխան մասնագետները, բայց այդ մասնագետները միանշանակ լուծել խնդիրը կդժվարանան, որովհետեւ քանակը շատ է երեխաների, խնդիրները շատ են, ժամանակը շատ սեղմ է, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, բայց այս պարագայում շատ կարեւոր է, որ լոգոպեդները, հոգեբանները, թեկուզ մանկապարտեզում կարող են լուծել այն խնդիրները, որոնք առաջանում են հենց մանկապարտեզի ներսում, առաջանում է երեխաների հետ շփման ժամանակ, դաստիարակների հետ առնչվելու ժամանակ շատ խնդիրներ մասնագետը իր կաբինետից դուրս լուծելու հնարավորություն չի ունենում, իսկ այս պարագայում եթե մասնագետը տվյալ կրթական հաստատության ներսում է, արդեն կկարողանա ներսից լուծել այդ խնդիրները։ Իսկ այն մասնագետները, որոնք ուղղակի աշխատում են մանկապարտեզից դուրս, դպրոցից դուրս, մասնավոր հաստատություններում եւ ժամանակեսղության պայմաններում եւ հնարավորություն չլինելու պատճառով չեն կարողանում որոշակի խնդիրներ լուծել հենց մանկապարտեզում։ Ինչ հատկանիշներ պետք է ունենա լոգոպեդը, որպեսզի կարողանա երեխայի հետ աշխատել։ Առաջին գրավականն այն է, որ լինեն համբերատար, ծով համբերություն ունենան, որպեսզի իրենց աշխատացի արդյունքը թեկուզ մի քանի տարի հետո տեսնեն, թե լինել երեխայասեր, երեխայի կենտրոն մոտեցումներով, ամենակարևորը համբերատարությունն է,
եւ շատ սիրելի երեխաներին։ Արդյոք այսօր գրավիչ է համարվում այս մասնագիտությունը։ Կարծում եմ բավականին գրավիչ է այժմ լոգոպեդի մասնագիտությունը, այժմ ավելի շատ ուսանողներ են սովորում մանկավարժական համալսարանում լոգոպեդիա մասնագիտությունը, ավելի պահանջարկը շատացել է, ավելի աշխատատեղերն են ավելի շատացել եւ հնարավորությունները, եթե սովորեն այս մասնագիտությունը, հետագայում աշխատատեղեր կլինեն, որպեսզի իրենք ռեալիզացվեն ավելի։ Արդյոք այսօր հասանելի է լոգոպեդի ծառայությունները մեր երկրում։ Համեմատած այլ երկրների, կարծում եմ բավականին հասանելի է, որովհետև մենք մեր գործունեության ընթացքում հանդիպում ենք ծնողների երեխաների, որոնք անգամ արտերկրից գալով Հայաստանում կարճ ժամանակահատված անցկացնելով փորձում են օգտվել այդ ծառայություններից եւ մատնանշում են, որ բավականին մեծ տարբերություն կա դրսի ու այստեղի արժեքների մեջ։ Իսկ զուտ երկրի ներսում քաղաքականությունը տարբեր է, կան եւ անվճար կենտրոններ, որոնք անվճար ծառայություններ են մատուցում, որոնք ավելի հասանելի են երեխաներին, միգուցե ավելի մեծ հերթեր են լինում, բայց գոնե կան տարբերակներ ծառայություն ստանալու այն խավի համար, սոցիալական ճանապարհով խավի համար եւ կան մասնավոր կենտրոններ, որոնք որոշակի չափով ավելի բարձր արժեքների են, բայց կարծում եմ ընդհանուր կտրվածքով նայելով բավականին հասանելի է։ Եվ ինչ խորհուրդ կտաք մեր մայրերին, ծնողներին, ովքեր զբաղվում են երեխայի զարգացմամբ, ովքեր երեխայի զարգացման համար առաջին պատասխանատուներն են, որպեսզի ունենանք առողջ խոսք, որպեսզի ունենանք երեխայի խոսքի զարգացման առողջ ընթացք։ Ծնողներին խորհուրդս կլինի այն, որ ապահովեն առողջ խոսքային միջավայր, երեխաներին ամեն կերպ ներգրավեն իրենց կենցաղային գործերում, երեխաների փոխարեն չփորձեն երեխաների փոխարեն քիչ կատարեն այն ինչը որ երեխայի պարտականություններն է, իրենք չվերցնեն իրենց վրա, օրինակ կլինի հագնվելը, կլինի տիրակրելը, կլինի որոշակի կենցաղային գործողություններ, որ մայրիկները հաճախ շտապում են, սա անենք, որ հասցնենք, մյուսը անենք, որ հասցնենք, փորձեն ավելի ազատ թողնել, ինքնուրույն թողնել երեխաներին եւ շատ մարդկային շփում։ Շնորհակալ եմ պարզ եւ հանրամատչելի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։